Ես սկսենք ուրեմն բարև ձեզ այսօր շարունակենք մաթեմատիկայի կիրառություններ թեմայով սեմինարների շարքը անցած անգամ գծային ռեգրեսիայի մասին էինք խոսել այս անգամ կխոսենք էլի մի թեմայի մասին որտեղ եւ գծային հանրահաշիվ կա եւ հավանականությունների տեսություն կա ու ինքը շատ օգտակար կիրառվող մեթոդ է տվյալների անալիզի մեջ դա գլխավոր բաղադրիչների վերլուծությունն է անգլերեն principal component analysis կամ CACH PCA կասենք դե նախ երևի ամենասկզբնական դրվածքից խնդրից սկսենք ինչ ունենք այն հատ օբյեկտ որ երբ որ մենք ինչ-որ կերպ պատկերում ենք կետ ենք անվանում հա որպես կետ ենք պատկերում ու դրանցից ամեն մեկը ունի ինչ-որ հատկություններ հայտանիշ անգլերեն feature ենք ասում սրան պայմանավորվենք որ այդ հայտանիշները թվային են այսինքն օրինակ եթե օբյեկտը մարդ է մեզ մոտ կարող են հայտանիշներ լինեն իր հասակը, քաշը, էլ ինչ թվային տվյալներ IQ-ն օրինակ կամ չգիտեմ ինչ-որ թվային տվյալներ այդ ընդունված է տվյալները արյուսակի միջոցով հա ներկայացնել տողը մեր նմուշի օբյեկտ կամ նմուշ վիճակագրության մեջ նմուշ տերմինն ավելի ընդունված է սա մի օբյեկտ է ունի ինչ-որ m հատ հայտանիշներ ու բնականաբար երբ որ մենք մաթեմատիկական կողմով ենք ուզում այս ամեն ինչը նայել մենք այդ տվյալները լցնում ենք մատրիցի մեջ սա n-ի վրա մատրիցա դե կպայմանավորենք որ սրանք իրական թվեր են իրական մատրիցների հետ գործ ունենք Մի հարց է առաջանում ինչ անել եթե տվյալները շատ են դա հայտանիշները ոչ թե տվյալները ըստ էության պետք է շատ ունեն որպեսզի իրանց վերլուծելը հետաքրքիր լինի բայց տվյալը օրինակ կարող ունենա շատ հայտանիշներ ու այդ հայտանիշները օրինակ ինչ որ կերպ կարող են կախված լինել իրարից կամ չգիտեմ ինչ է կարծում ինչ խնդիրներ կարող ունենա շատ հայտանիշ ունենալը Ինչերի տարբերություն այդ հայտանիշների թե Ահա իրականում հակառակ խնդիրներ կարող լինի որ այդ մեքենայական ուսուցման ալգորիթմներում բանի գաղափար կա overfitting-ի գաղափար կա որ ոնց որ այնքան լավ ենք հարմարացնում այդ տվյալներին, որ նոր տվյալների դեպքում կարող է բավականին անհաջող այնց շեղումներ կամ ինչ-որ վատ բաներ ստացվեն։ Մի խոսքով, մի շատ խնդիրներ կան, ես այդտեղ մի քանիսը թվարկել եմ։ Նախ բավական ավելորդ հայտանիշներ կան տվյալների մեջ լինեն, ամբովանդակ հայտանիշներ, ամբովանդակ ասելով նկատի ունեմ, որ այդ հայտանիշը այդ տվյալի մասին ոչ մի լավ ինֆորմացիա չի տալիս։ Ինքը կա, բայց մեզ հետաքրքրող խնդրում ինքը պետք չի։ Բացի այդ, շատ տվյալներ նշանակում է նաև շատ հաշվողական ժամանակ, հա, ալգորիթմները դժվար կաշխատեն ավելի։ Դրա համար խնդիր ունենք իջեցնել չափողականությունը։ Ինչ ենք անվանում չափողականության իջեցում, որովհետև մենք փաստացի ամեն օբյեկտ ինչ որ վեկտորով չէ ներկայացրեցինք։ Այդ հայտանիշները եթե դասավորենք, դա ինչ որ m չափանի վեկտոր է, այսինքն մենք ոնց որ m չափանի տարածության մեջ ունենք ինչ որ տվյալներ, եկեք այստեղ ինչ որ ինձ բնութագրական գծագիր անեմ x1, x2 այսօր թող օրինակ իհարկե m չափանի տարածություն չենք կարող գծենք գրատախտակի վրա, բայց ենթադրենք ինչ որ m չափան տարածություն ունենք, այդտեղ լիքը կետեր, հա, մենք սրան երբեմն ասում են ինչ որ օբյեկտ
օբյեկտների կամ տվյալների ամփ, հա, որտեղ իրանք զորաբար շատ են ելնում, ինչ որ կերպ եթե իրանք պատկերում ենք, այստեղ ունենք n հատ կետ, որոնցից յուրաքանչյուրը իրանք ներկայացնում է m չափանի վեկտոր։ Այսինքն այս ձևով մենք խնդիրը ոնց որ բերում ենք արդեն գծային հարաշվի դաշտ, էլի, տվյալներ ներկայացնում ենք վեկտորներով։ Ու չափողականության իջեցում այդ նշանակում է մեր RM-ից, որ m-ը այստեղ ցույց է տալիս այդ հայտանիշների քանակը, ինչ որ կերպ գնալ դեպի ավելի ցածր չափողականության տարածություն, հա, r կա, որտեղ կան m-ից փոքր է, այսինքն ինչ որ նոր հայտանիշներ ստանալ, որոնք ավելի քիչ են քանակությամբ ու ինչ որ առումով կլավացնեն մեր վերլուծությունը տվյալների։ Վիզուալիզացիայի համար իհարկե կարող օգտակար լինի, եթե օրինակ 100 հայտանիշ ունենք, չենք հասկանում այդ 100 հայտանիշը ոնց են, ինչ են ասում այդ տվյալների մասին, ինձ երկու հատը թողնենք, մնացածը հանենք, երկու ամենալավ, այսինքն ամենաինֆորմատիվ հայտանիշները թողենք ու արդեն երկու հատը կարանք ինչ որ կերպ պատկերենք, չէ՞։ Այստեղ մի կարևոր բան արժի ասել, որ չխառնենք գծային ռեգրեսիայի հետ, մենք գծային ռեգրեսիայի դեպքում ունենք, եթե հիշում եք, ունենք կախյալ փոփոխական, հա, մի փոփոխական, որ կախված էր ինչ որ էլի հայտանիշներից։ Այստեղ կախյալ փոփոխական չկա։ Այստեղ ունենք մենակ տվյալներ, ինչ որ հայտանիշներ, մենք փորձում ենք այդ տվյալները ինչ որ կերպ վերլուծել, ինչ որ կերպ այս ամպից ինչ որ ինֆորմացիա քաղել, հա, հասկանալ ինչ կա այս տվյալների մեջ։ Օրինակ, երբ կարա չափողականության իջեցումը օգտակար լինի, խելամիտ լինի եւ ճիշտ լինի։ Եթե այս տվյալներին նայեք, ինչ ենք տեսնում։ Իրանք նախ առանցքները ցույց են տալիս հայտանիշները, հա, արժեքները հայտանիշների։ Առաջին հայտանիշը x առանցքն է, երկրորդ հայտանիշը y առանցքն է։ Ինչ ենք տեսնում, որ այս տվյալները ինչ եք տեսնում, դուք ասեք։ Այս սլակներին առայժմ չնայենք, հա, զուտ կապույտ կետերին նայենք մեր տվյալներին, ինչ կարելի է ասել տվյալների մասին։ Տվյալների հայտանիշների մասին, իհարկե։ Անակ այսպեսի հաց, որ հայտանիշը ավելի կարևոր կլինի այս տիպի տվյալների համար, որը ավելի շատ ինֆորմացիա կտա։ Այո, առաջի հայտանիշի։ Ինչի։ Ոնց որ ցրվածությունը այս առաջի բանի վրա է, չէ՞, առաջի հայտանիշի ուղղության վրա է, ու ինքը համարյա միաչափ է, չէ՞։ Իհարկե միաչափ չի, բայց տեսնում ենք, որ այս երկրորդ հայտանիշը այդքան էլ շատ տենց բան ազդեց ինֆորմացիա չի տալիս, հա, տվյալների հիմնական ինֆորմացիան գալիս է այս առաջին հայտանիշից։ Եթե այս երկրորդ նկարին նայենք, այստեղ արդեն չենք կարող ասենք, որ մի հայտանիշը մյուսից կարևոր է, չէ՞, որովհետև առաջի հայտանիշը էլի x առանցքով է, երկրորդ հայտանիշը y առանցքով ու պատկերացրեք օրինակ մենակ այս առաջի հայտանիշի արժեքները նայենք, այսինքն այս ամպի պրոյեկցիան x-ի վրա նայենք։ Ոչ մի ագին կփչանա, չէ՞, այդ տվյալների կա ամբողջություն, այսինքն ինֆորմացիան բավականին կվատանա արդեն տվյալների մասին։ Նույնը երկրորդ առանցքի մասին։ Բայց տեսնում ենք, որ այստեղ այդ տվյալները ինչ որ էլի համարյա գծային են։ Ուղղակի տարբերությունը այն է, որ գիծը ոչ թե առանցքով է գնում, այլ ինչ որ ուրիշ, հա, ինչ որ ուրիշ գծով։ Եվ այստեղ եթե էլի հետ գանք հանրաշվի լեզվին, հարցը առաջանում ենք կարող ենք տվյալները այնպիսի գծային ձևափոխություն անել մեր հայտանիշների, որ արդեն այդ նոր հայտանիշների մեջ հստակ ինչ որ մի հատը կամ մի քանի հատը ավելի ինֆորմատիվ լինեն, քան մնացածը, ու այդ մնացածը դեն նետելով մենք ստանանք ավելի քիչ քանակությամբ հայտանիշներ, այսինքն անենք չափողականության իջեցում։ Ովքեր որ գծային ձևափոխությունը գիտեն ինչա, կարծում եմ հասկանում են, որ սրանից սա ստացվում է գծային ձևափոխությամբ։ Սա պտույտ ենք անում, հա, այս իրական նույն պատկեր, թե նույն, չէ, այդքան էլ նույնը չի, բայց
Սրանից սա կարելի է ստանալ այսինքն այս առանցքները կարելի է ստանալ, սկզբնական առանցքները ինչ որ կերպ գծային ձևափոխության ենթարկելով։ Շատ լավ։ Այսքանից ինչ որ հարցեր կան։ Մեր դիտարկած օրինակները հիմնականում այս որոնք որ նկարներով են, ինձ 1 կամ 2 չափանի դեպքեր են լինելու, որտեղ ավելի բարձր չափողականությունը դժվար է ցույց տալ, բայց ամեն դեպքում, եթե մենք օրինակ 100 հայտանիշ ունենք, դրանցից 15 կարևորը թողենք կամ 20 կարևորը թողենք, դա իրոք բավականին կլավացնի էլի մեր տվյալների վերլուծությունը։ Ու հենց այն գաղափարը, եթե մի հատ հետ գանք ես նկարին, այն գաղափարը, որ ինչ որ ուղղությամբ տվյալները ավելի ցրված են, քան ինչ որ այլ ուղղություններով, իրականում հենց այս PCA մեթոդի գլխավոր հիմքն է, հա, հենց ամենաէական գաղափարն է, որ մենք ուզում ենք այնպիսի ուղղություն ընտրել տարածությունում, որ այդ ուղղությամբ տվյալների ցրվածքը լինի առավելագույն, հա։ Իհարկե այս պահին կարող հարց առաջանա ցրվածքն ինչ է, ոնց սահմանել, բայց դրա մասին մի քիչ հետո կխոսենք։ Այսինքն, եթե մի հատ էլ ասեմ, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, պատկերացրեք, այս կանաչ ուղղության վրա մենք պրոյեկտ ունենք այս տվյալները։ Իրանք շատ ամբողջ ինֆորմացիան համարյա կկոծնեն, չէ՞, տվյալների մասին, ինչ որ խիտ կետեր կլինեն բավականին փոքր բանի վրա, հատվածի վրա, ու դրա ցրվածքը, այսինքն ինտուիտիվ, եթե դեռ ցրվածք չեմ սահմանել, բայց ինտուիտիվ ցրվածք նշանակում է ինչ-որ միջինից ինչքան է, չէ՞, բանը, հեռավորությունը, ինչ-որ իմաստով։ X առանցքի վրա եթե պրոյեկտենք, բնականաբար այդ ցրվածքը, այսինքն միջինից հեռավորությունների այդ տարբերությունը այդ միջինում ավելի մեծ կլինի, քան թե կանաչ, հա, Y-ների առանցքի վրա։ Հիմա նախ պրոյեկցիայի մասին հիշենք ինչ է պրոյեկցիան, ես սրանց հետո հիմնականում արդեն կգրեմ գրատախտակի վրա, քան սլայդ ցույց կտամ։ Չմաքրվող մարկեր էր։ Չգիտեմ ինչ անենք սրա հետ, ավելի լավ է ուրիշ մարկեր օգտագործել։ Շատ լավ, բանաձևը գրելու համար մի հատ նկար անենք, էլի մի ընդհանրենք թեկուզ հարթության մեջ ինչ-որ վեկտոր ունենք, x-ի վեկտորն է, ինչ-որ գծի վրա կամ վեկտորի ուղղությամբ, հա, պրոյեկտել նշանակում է ինչ անել, սենց ուղղայաց իջացնել, չէ, այդ գծին ու նայել այս վեկտորը։ Բայց մենք պրոյեկցիա ասելով նկատի կունենանք հենց վեկտորի երկարությունը, ոչ թե բուն վեկտորը, այլ վեկտորի երկարությունը։ Հանրահաշվից հավանաբար շատերդ անցած կլինեք ես բանաձևը, հա, պրոյեկցիայի, ոնց են հաշվում պրոյեկցիան։ Վեկտորը վեն ինչ որ այս ուղղության վրա վեկտոր է, սենց գիծը չգրենք, էլի վեն, հա, վեն սենց մի հատ վեկտոր է։ Սովորաբար միավոր վեկտոր են վերցնում, բայց մենք կամայական վեկտորի հետ կարանք աշխատենք։ X-ի պրոյեկցիան v վեկտորի վրա հաշվում է x-ի անգամ v սկալար արտադրյալ բաժանած v վեկտորի երկարությունը։ Մասնավորապես, եթե x-ին ու v-ն օրթոգոնալ են իրար, պրոյեկցիան հավասար է 0-ի։ Մենք կվերցնենք այս թվային արժեքը, հա, ու պատկերացրեք այս բոլոր կետերը, որ ունենք,
Մենք փորձել ենք ինչ-որ գծի վրա պրոյեկտել, հա, այսպեսի մեր m չափանի տարածության մեջ ինչ-որ գծի վրա պետք է պրոյեկտենք, այլ գծի վրա, որը v վեկտորով է որոշվում, որ փորձենք այդ ցրվածքները, հա, մաքսիմալիզացնել։ Հիմա եկեք այդ ցրվածք ասածն էլ սահմանենք, նախ գրենք թե ինչ ունենք։ Ունենք x մատրից, մի հատ հիշենք, հա, ինչա տողը ցույց տալիս, մենք կարծեմ n օբյեկտ ունենք, n1, nm, հա։ 2m, 1m։ Ուրեմն սյուները ցույց են տալիս հայտանիշները, հա, սա հայտանիշ 1-ն է, հետո հայտանիշ 2-ը եւ այլն հայտանիշ m։ Իսկ տողերը ցույց են տալիս հենց մեր կետերը, հա, տվյալները։ Գրենք նմուշ 1, նմուշ 2 եւ այլն, նմուշ համար n։ Մատրիցը ունենք։ Հիմա վեկտորները մեզ մոտ x-ին դա երրորդ տողն է, հա, x-ի ասելով հասկանում ենք x-1, x2 x-m տողը, բայց գծային հարաշում ընդհանրապես ընդունված է սյուների հետ աշխատել, հենց որ այստեղ տրանսֆորմացիաց եմ դնում, որ իր հետ մենք որպես սյուն աշխատենք, որպեսզի այստեղ տեսեք գրած է x-ի տրանսֆորմացիաց անգամ v, բարձր որ x-ին ու v-ն սյուներ պետք է լինեն, որ x-ի տրանսֆորմացիաց v-ն իմաստ ունենա։ Հա, ու այս բանաձևով կհաշվենք երրորդ տողի պրոյեկցիան, հա, բանի վրա, մեր գծի վրա։ Բնական է, չէ, հավաքել բոլոր այդ պրոյեկցիաները մի հատ վեկտորի մեջ, հա, մի հատ sense p վեկտոր կվերցնենք, որը ցույց կտա մեր պրոյեկցիաները։ p1-ից p(n) պետք է, չէ, գրենք, որտեղ n հատ նմուշ ունենք, n հատ օբյեկտ ունենք, դրանցից յուրաքանչյուրի պրոյեկցիաներն են այստեղ գրած։ Ու իրականում այս վեկտորը մենք կարող ենք, չէ, արտահայտել այս x մատրիցի ու այս v վեկտորի միջոցով, որի վրա պրոյեկտում ենք։ Ոնց կարտահայտենք։ Այստեղ ինչ է գրած, p1-ը x1 տրանսֆորմացիաց անգամ v բաժանած v-ի երկարությունն է, չէ։ Երկրորդ տողում գրած է x2 տրանսֆորմացիաց անգամ v բաժանած v-ի երկարություն եւ այլն xn տրանսֆորմացիաց v բաժանած v-ի երկարությունը։ Հեշտ է տեսնել, որ սա x անգամ v վեկտորն է, էլի բաժանած v-ի երկարությունը։ Այս զուտ գծային հարաշիվ է, եթե x-ը v-ով բազմապատկեք, x-ը մեզ մոտ ուրեմն n-ը m-ի վրա է, չէ, v-ն մեզ մոտ ինչ է, v-ն m չափանի տարածության մեջ է, չէ, այսինքն m-ը 1-ի վրա վեկտոր է։ x անգամ v-ն կլինի n անգամ 1-ի վրա վեկտոր կլինի հենց այս p-ն, հա։ Այսքանը բարձ էր։ Շատ լավ։ Եթե հարցեր ունենաք, կամայական պահի կարող եք ասել։ Հիմա պրոյեկցիաներից խոսեցինք, հա, պետք է նորից այս միտքը կրկնենք, այն ուղղությունը գտնենք, որոնց վրա այդ պրոյեկցիաների ցրվածքը լինի հնարավորինս մեծ։ Իսկ ոնց է սահմանվում ցրվածքը, ու սրա համար մի քիչ վիճակագրության պետք է ծանոթ լինել, բայց ով ծանոթ չի, սահմանում բավականին հեշտ է հասկանալը։ Եթե ունենք ինչ-որ ու վեկտոր, n չափանի,
Նախ վեկտորի միջին սահմանվում է կոորդինատների գումարը բաժանած վեկտորի երկարությանը։ Սա շատ բնական սահմանում է։ Իսկ ցրվածքը պետքա ցույց տա այդ միջինից հեռավորությունը, չէ՞, ինչ որ կերպ։ Ոնց է դա ցույց տրվում։ Նախ նշանակումը այսպես վառ կգրենք, սա անգլերեն variance բառից է։ Սա էլի սահմանվում է որպես միջին, բայց այս գումարի այս տարերի համար, հա։ Ու ից հանում ենք միջինը ու հացրացում կառուցի։ Եվ հետո այդ մեծությունները գումարում ու բաժանում վեկտորի երկարության վրա։ Հա, վեկտորից հանում ենք իր միջին արժեքը բոլոր կոորդինատներից ու հետո այդ մեծությունները ինչ են քառակուսի բարձրացում, եթե ուղղակի գումարենք, կարաք նկատեք, որ 0 կստացվի։ Ինչի 0 կստացվի, որովհետև այս ու-ներով գումարը կտա բաժանած n-ի վրա կտա միջինը, այստեղ էլ կլինի n հատ n անգամ այս միջինը բաժանած n-ի վրա, այսինքն կստացի միջինից հանած միջին, չգիտեմ, պարզել այդ, թե արժի գրել։ Դրա համար սեղ քառակուսի ենք դնում, որ սա հանկարծ, սա 0-ը այն եւ միայն այն դեպքում, երբ որ բոլոր կոորդինատները հենց նույն թվին են հավասար։ Մյուս դեպքերում սա 0-ից մեծ է, սա անվանում ենք ցրվածք։ Հիմա մենք ուզում ենք n գիծը ընտրել, n ուղղությունը ընտրել, որ այս p վեկտորի ցրվածքը լինի առավելագույնը։ Այստեղ կարծեմ ինչ-որ։ Հա, այստեղ պատկերով էլի որպեսզի բարձ լինի։ Սենց տվյալներ ունենք, այս կարմիր ուղղության վրա, երբ որ պրոյեկտում ենք, ստացվում են այս կետերը, չէ՞։ Սրանք հավաքում ենք վեկտորի մեջ, այս մեծությունը հաշվում, դա հենց այդ պրոյեկցիաների ցրվածքն է։ Մի ուրիշ դեպքում տեսեք, ասենք ես կանաչ ուղղությամբ վեկտորները այս ձևով են պրոյեկտվում, ինչ եք կարծում, որ դեպքում մեծ կլինի պրոյեկցիա բանը այդ ցրվածքը։ Առաջին թե երկրորդ։ Նախորդ դեպքում, չէ՞։ Միջինը, ասենք, եթե հաշվենք ինչ-որ կետ ալնելու, հեռավորությունները բավականին մեծ են, իսկ ստեղ, եթե միջինը նայեք այս կետերի, ստեղ ինչ-որ կետ ալնելու, հեռավորություններն էլ բավականին փոքր են, հետևաբար դրանց քառակուսիների գումարն էլ փոքր կլինի։ Մենք հիմա անցնենք այդ մինիմիզացիայի, մաքսիմիզացիայի գործին, հա, մի քիչ ընդհանուր, եթե բան այս մեթոդը պարզեր, հիմա հասկանանք այդ մեթոդը ոնց է աշխատում ու ինչ մաթեմատիկա ենք օգտագործում, հա, այդ մեթոդի մեջ։ Եկեք բանի այս պրոյեկցիայի բանաձևը նորից գրեմ ստեղ, P-ին ուրեմն ինչ էր մեզ, որ երրորդ տողի ու V վեկտորի սկալար արտադրյալներ բաժանած V-ի երկարության վրա, եթե բացած գրենք, V-ի երկարությունը եկեք նույն կերպ էլ թողնենք, իսկ այս մեծությունը ոնց կգրենք, x-ի 1 v1 պլյուս x-ի 2 v2, չէ, եկեք տենց գրեմ, բայց մենք ընդհանրապես ասած գումարի նշանի հետ ենք աշխատելու, որպեսզի շատ ահավոր գրառումներ չլինեն։ X-ի տողի առաջի էլեմենտ, անգամ v-ի առաջի կոորդինատ, գումարած x-ի 2 v2 եւ այլն մինչեւ x-ի m, չէ, vm, որը կարճ կգրենք 1 բաժանած v-ի երկարություն անգամ x-ի g, չէ, n ինդեքսը որ փոխվում է, տառով ենք նշանակում v-g։ Եվ ստեղ փոխվում է ինֆիքսված է, հա, ստեղ, տեսեք, ստեղ p-ի է գրած, ստեղ i հետ գործ չունենք, գումարը ըստ g-ի է, g-ն 1-ից մինչև m։ Շատ լավ։
վերևում ստեղ միշտ բան, այս ֆիքսենք, որ in միշտ փոխվելու է 1-ից n, j-ն միշտ փոխվելու է 1-ից n, որպեսզի չխառնենք։ Շատ լավ։ Հիմա այդ ցրվածքի բանաձևը գրենք, հա, այս p վեկտորի համար։ Ինչ կլինի։ Վեկտորը n չափանի է, չէ՞, այսինքն 1n-րդ գումար p-ի հանած p միջին, չէ՞, բացեցած քառակուսի։ Եկեք փորձենք բացած գրել ամեն ինչը, տեսնել ինչ է ստացվում։ Դե p-ին ստեղ գրել ենք, հա, մի հատ մեծ փակագից պետք է դնենք։ Գումար x-ij վեժի, որտեղ j-ն փոխվում է 1-ից m, իսկ p միջինը ինչի է հավասար։ 1m-րդ, բայց ինչի 1m-րդ։ 1n-րդ, չէ՞։ P-ն n չափանի վեկտոր է։ 1n-րդ ու կոորդինատների գումարը, չէ՞։ Կոորդինատները ըստ i ենք, չէ՞, գումարում։ In 1-ից n, իսկ կոորդինատները գիտենք, որ այս մեծությանն է հավասար, հա։ Ինքն 1 բաժանած v-ի երկարություն անգամ x-ij v-ի։ Ստեղ էլ j փոխվում է 1-ից։ Այս ամբողջը պետք է բացելցնենք քառակուսի, գումարենք իրար, բաժանենք n-ի։ Գումարը ըստեղ ըստ i է, in 1-ից։ Եկեք մի քիչ պարզեցնենք։ Ինչ կարանք անենք։ Նախ կարանք այս 1 բաժանած v-ի երկարությունը ընդհանրապես հանել, չէ՞, այս գումարների մեջից, քանի որ այստեղ քառակուսի կա, ինքը քառակուսով է դուրս գալու։ Այս 1n-րդը գրենք։ Նա ինչ կունենանք ստեղ, արդեն փակագծի մեջ։ x-ij v-ի հանած գումարին 1-ից n, ոչ մի բան կուլ չտանք։ 1n-րդը շարունակում է մնալ, չէ՞։ Այստեղ է գումար j-ին 1-ից m, x-ij v-ի։ Ճիշտ գրեցինք, այս ամեն ինչը բացրացրած մենք մեծ գումարը, հա, մեծ գումարը չենք գրել։ Այս ամեն ինչը բացրացնում ենք քառակուսի, գումարում ենք ըստ i, մի հատ էլ 1n-րդ կազմում։ Հիմա սրանից հետո ինչ կարանք անենք։ Գրառում բավական տհաճ է, չէ՞։ Եկեք համաձայնեք, որ հաճելի չի, իսկ երբ որ ինչ-որ գրառում հաճելի չի լինում մաթեմատիկոսին, ինքը դա փորձում է ինչ-որ մի հատ նոր նշանակում մտցնելով բարձրացնել։ Ոնց մտցնենք այդ նոր նշանակումը։ Նախ ստեղ մենք գումարի տեղերը հանգիստ կարանք փոխենք, չէ՞։ Գիտենք, որ գումարումը տեղափոխական է։ Դա գրենք 1-ից m, in-ել գրենք 1-ից l։ Ինչի ենք սենց անում, որ այս ներսի երկու գումարներն էլ ըստ j-ի գնա, այս v-ին ընդհանուր հանենք։ Տեսնենք, ոնց կարանք մի քիչ բացեցնենք այս գրառումը։ V-ին ուրեմն ընդհանուր հանենք, հա, այս արտահայտությունից։ Իհարկե պետք է գրենք գումար ըստ j-ի, հետո նոր v-ի։ Որտեվ գումարի մեջից v-ին չենք կարող հանենք։ Իսկ փակագծի մեջ ինչ կգրենք։ x-ij
հանած 1/3 գումար x իժի ըստ i։ Եվ այս ամեն ինչը բացացնում ենք քառակուսի։ Ну, որպես այս 1/3-ից էլ ազատվենք, կարանք իանել բերենք այս փակագծի մեջ, հա, ստեղից հանենք, որ միանգամից նշանակում անելուց ամեն ինչ ավելի բաց լինի։ Այստեղ եթե բերենք հայտարար, ինչ պետք է գրենք, n թե ուրիշ բան։ Ինքը ստեից դուրս գալուց պետք է լինի 1/3։ Արմոտ n։ Հա։ Եկեք այս փակագծի մեջ այս տհաճ արտահայտությունը նշանակենք նոր սիմվոլով։ Նշանակենք x իժի գլխարկ, օրինակ այսպես։ Այսինքն մեծ սկզբնական մատրիցից մենք անցնում ենք նոր մատրիցի, հա։ x գլխարկ մատրիցը արդեն կազմված է x1 գլխարկ, x1 գլխարկ, սա ուղղակի նշանակում է, այստեղ ոչ մի տենց միտք չկա, էլի։ x2m, ինչով x1, x2, xn։ Այս նշանակումից հետո ինչ ենք ունենում։ Պատկերը մի քիչ բանաձևը տեսքի է, չէ՞ գալիս։ Չնայած ոչ այնքան, բայց in 1-ից n, այստեղ գումար վեժի, այստեղ կգրենք x իժի գլխարկ, չէ՞։ Եվ այս ամեն ինչը պետք է բացացնել քառակուսի։ Հիմա եթե այս արտահայտությանն նայենք, սա իրանց ինչ է ներկայացնում, ինչ որ մեկը գլխի ընկնում է, պետք է որ ծանոթ արտահայտություն լինի ընդհանուր առմամբ։ Չկան մտքեր։ Հուշում տամ, որ մենք ուզում ենք այս գրավը մի քիչ էլ բարձրացնենք։ Այս գումարի նշանից ուզում ենք ազատվենք ընդհանրապես։ Ինքը սկալյար արտադրյալ, այսինքն xi գլխարկ տողի, չէ, ու v բանի, v սյան սկալյար արտադրյալն է, այսինքն տողի ու սյան արտադրյալն է, այդպես ասենք։ Բայց ստեղ ոնց որ ամեն տողի համար եթե այդ գրում ենք, ընդհանուր այս էլեմենտները եթե հերթով գրենք, սա լինելու է x անգամ v վեկտորը, չէ՞։ Իսկ x անգամ v վեկտորի արժեքները եթե կոորդինատները եթե քառակուսիներ ենք բացացնում ու իրար գումարում, դա ինչ է ստացվում։ Եթե վեկտոր, մի հատ վեկտոր ունենք, ասենք u 1-ից u m n ու այսենց մեծություն ենք գրում, u1 քառակուսի պլյուս մինչև un քառակուսի, սա ի՞նչն է։ Երկարության քառակուսի։ Այսինքն ստեղ գրած է xv վեկտորի երկարության քառակուսին, հա, այս ամբողջ արտահայտությունը է դա։ Եթե սա պարզեցնենք, կլինի xv վեկտորի երկարության քառակուսի բաժանած v վեկտորի քառակուսի։ Տեսեք ինչ հետաքրքիր բան ստացվեց, չէ՞։ Ինչից սկսեցինք, որտեղ հասանք։ Ինչից ենք սկսել, մենք ուզում ենք այն ուղղությունը գտնենք, որ մաքսիմիզացնում է այս ցրվածքը։ Ցրվածքը տեսանք, որ հավասար է այս
մեծության, մենք ուզում ենք այնպիսի v գտնենք, բայց x մի քիչ ճիշտ չի, չէ՞ գրել։ Դենք x գլխարկ, որովհետև այս մատրիցի հետ ենք արդեն աշխատում։ Այն սկզբնական x-ը առայժմ մոռանանք, մենք աշխատում ենք այս մատրիցի հետ։ Խնդիրն է բան անել, այս արտահայտությունը մաքսիմիզացնել։ Տեսնենք հետո ինչ կարող ենք անենք։ Այս հաշվարկները մաքրեմ մենակ մնա այդ վերջի բանաձևը։ Ինչ ստացանք։ Ստացանք x-v-ի երկարության քառակուսի, x գլխարկ v-ի երկարության քառակուսի բաժանած v-ի քառակուսի։ Հիմա այս արտահայտությունը փորձենք էլի մի քիչ հասկանալի տեսքի բերել։ Նախ թեկուզ այս տեսքով էլ ինքը արդեն վերածվում է ոնց որ անալիզի խնդրի, չէ՞, սա ֆունկցիա է v-ից։ Մենք ուզում ենք n v-ն գտնենք, որի դեպքում մեծագույն արժեք է ընդունում։ Իհարկե բազմաչափ է մեր v-ն, մի քիչ անալիզի, բազմաչափ անալիզ է պետք, ոչ թե սովորական անալիզ, բայց այդ մեթոդներով, չէ, ածանցելու, ածանցյալ զրոյի հավասարացնելու, այդ մեթոդներով կարելի է այդ v-ն գտնել։ Բայց մենք մի քիչ ուրիշ, մի քիչ հանրահաշվական ձևով առաջ կշարժվենք։ Նախ վեկտորի երկարության քառակուսին դա վեկտորի սկալար արտադրյալն է ինքը իր հետ, չէ՞։ Եկեք լավ, սկզբում սենց գրեմ, հետո xv անգամ xv։ Այս էլ v անգամ v-ն է։ Համաձայն եք, չէ՞։ Բայց գծային հանրահաշվում այս նշանակումը ընդունված է երկրաչափության մեջ եւ ֆիզիկոսների մոտ։ Գծային հանրահաշվում սրա փոխարեն գրում ենք ավելի սիրուն բան xv-ի տրանսֆորմացիաց անգամ xv։ Նույնը կարող ենք անենք հայտարարել։ Ու տրանսֆորմացման հատկությունից օգտվելով այսպիսի արտահայտություն ենք ստանում։ Ովքեր որ գիտեն ինչ է քառակուսային ձևը, համարիչում գրած է քառակուսային ձև։ Իհարկե հայտարարում էլ, ովքեր չգիտեն, ոչ մի խնդիր, մենք զուտ որպեսի գիտություն այդ ասեմ։ Ցենց արտահայտություն ստացանք, այստեղ ինչ-որ հետաքրքիր մատրից, հա, առաջացավ։ Այս մատրիցը կարևոր է, մենք սրան հատուկ անուն կտանք, C-ով կնշանակենք, ու կանվանենք x-ի կովարիացիոն մատրից։ Այս մատրիցը մեծ իմաստ ունի վիճակագրության մեջ հատկապես, ինքը ցույց է տալիս, թե այդ ֆիչերները, այդ հայտանիշները իրար հետ ոնց են կապված, ինչ-որ իմաստով, դրանց կոռելյացիա։ Չնայած կոռելյացիայի համար, կոռելյացիոն մատրից ստանալու համար սա պետք է ինչ-որ նորմալիզացնել բան, որպեսզի անկյունագծին մեկեր ելնեն, սրա անկյունագծերին կարան ցանկացած թվեր ելնեն։ Հա, բայց այս մատրիցը եւս ցույց է տալիս, որ ինչ-որ կախվածություն այդ բաների ֆիչերների, հա, հայտանիշների միջև։
իրականում բանաձևն էլ կարելի է գրել, բայց լավ չխորանանք բանաձևերի մեջ, այստեղ ուրեմն գրենք V տրանսֆորմացիաց CV բաժանած V տրանսֆորմացիաց V։ Փաստորեն խնդիրն եկավ այս մեծության մեծագույն արժեքը գտնելու, հա։ Իհարկե, մոռացել էի ասել, բայց մեր բոլոր այս դատողությունները վեն 0 չի։ Վեն 0 չի կարող լինի, որտեղ 0-ն իմաստ չունի այս մեծությունը։ Դրա համար մենք այս C մատրիցի հատկություններից ենք օգտվելու։ C-ն ինչ մատրից է։ Ինչ կարելի է ասել C-ի մասին։ Սիմետրիկ։ Դե նախ ասենք որ քառակուսի մատրից է ինքը, ի տարբերություն x-ի, x-ը n-ը m-ի վրա է, չէ՞։ Իսկ c-ն մեզ մոտ ուրեմն ինչ չափի կլինի։ m-ը m-ի վրա, չէ՞, որովհետև m անգամ n չափի մատրիցը բազմապատկում ենք n անգամ m չափի մատրիցով, այսինքն c-ն m-ը m-ի վրա քառակուսի մատրից է եւ ինքը սիմետրիկ մատրից է, այո։ Սիմետրիկ նշանակում է, որ իր տրանսֆորմացիաց մատրիցը հավասար է հենց իրան։ Դա շատ հեշտ կարող եք ստուգել։ Իսկ ինչ գիտենք սիմետրիկ մատրիցների մասին, իրանք շատ լավ հատկություններ ունեն։ Գծային հանրաշվից պետքա որ ինչ որ մարդիկ անցել են, ինչ որ մարդիկ չէ, իհարկե, բայց ովքեր որ անցել են, ինչ գիտեն սիմետրիկ։ Անկյունագծայնացում։ Երկրորդ կուրսում անցել եք արդեն այդ արդյունքը թե չէ։ Այո։ Այո։ Դա սիմետրիկ մատրիցի անկյունագծայնացման թեորեմն է, ես այդտեղ հատուկ գրել էի, որ ովքեր չգիտեն։ Կամայական սիմետրիկ մատրից կարելի է ներկայացնել անկյունագծային տեսքով, այսինքն, եթե մի քիչ ավելի երկրաչափական ձևով մեկնաբանենք, կարելի է ընտրել բազիս, այդ բազիսը մասնավորապես սեփական վեկտորներից է, հա, կազմված, որ այդ բազիսի վրա մեր սիմետրիկ մատրիցը ձգում կամ սեղմում է անում, հա, եթե այս Q-ն ինչ որ վեկտորներից է, ոնց գրենք, Q1, լավ, ասենց, Q1, Q2, Qm, սրանք սեփական վեկտորներ են, չէ՞, մեր սիմետրիկ մատրիցի համար։ Այնտեղ S եմ գրել, եկեք առայժմ ընդհանուր բանի համար գրեմ, հետո մեր կոնկրետ դեպքի վրա կիրառենք։ Այս լամդան էլ իրանց ինչ է ներկայացնում։ Լամդան անկյունագծային մատրից է, այսինքն իր վրա գրված են անկյունագծի վրա գրված են թվեր, իսկ մյուս բոլոր տեղերը էլի թվեր են գրած, բայց այդ թվերը 0-ներ են։ Այս լամդաներն էլ սեփական արժեքներն են, չէ՞, S-ի։ Իսկ այս Q-ն այնպես է ընտրված, նախ օրթոգոնալ մատրից ինչ է նշանակում, ովքեր որ չգիտեն, սյուները կազմեն օրթոնորմալ համակարգ, այսինքն տարբեր սյուների սկալար արտադրյալը 0 է, ուղղայաց են տարբեր սյուներ։ Իսկ այդ կոնկրետ սյան որպես վեկտոր երկարությունը հավասար է 1։ Ոնց որ ստանդարտ բազիսը, հա, մեր տարածության, եթե ստանդարտ բազիսը օրինակ մատրիցով գրենք, ոնց պետք է գրենք։ 1 0-ներ, չէ, երկրորդ վեկտորը 0 1, հետո 0-ներ, ասենց շարունակ։ Ու կստանանք միավոր մատրիցը, որը օրթոգոնալ մատրիցի օրինակ է։ Բայց կարանք օրինակ այսպիսի վեկտորներ վերցնենք հարթության վրա, այլ իրար օրթոգոնալ 1 երկարությամբ, սրանց եթե կոորդինատները սյուներով գրենք, էլի կստանանք օրթոգոնալ մատրից։ Ուրեմն Q-ն օրթոգոնալ մատրից է, լամդան անկյունագծային մատրից է եւ ինչն է կարևոր, որ SQ-ին հավասար է լամդա E Q-ի։ Հա, դա այս բանից անմիջապես երևում է, հա, եթե S-ը Q-ով բազմապատկեք, S-ը Q մատրիցով բազմապատկեք, այսինքն բոլոր սյուներով միաժամանակ բազմապատկեք, ինչ կստացվի։ Կստացվի Q լամդա Q տրանսֆորմացիաց անգամ Q, բայց Q-ն օրթոգոնալ է, դա նշանակում է, որ իր տրանսֆորմացիացը իր հակադարձն է, այսինքն Q-1 անգամ Q-ն էլ միավոր է, այսինքն մնում է Q լամդա։
Այս q լամդան էլ եթե որպես վեկտոր նայեք, հենց իր երրորդ կոորդինատը կլինի լամդայի q-ի։ Շատ լավ։ Այս մի քիչ գծային հանրահաշիվ ստեղ արեցինք, ինչ տեսանք, որ կամայական, ուրեմն այս կովարիացիոն մատրիցը մենք կարող ենք գրել վերլուծել, ավելի լավ տեսքով գրել։ Այսինքն c-ն գրենք ինչ տեսքով, էլի q տառը օգտագործենք, երևի հա։ Լավ ստեղել։ Ինչ լամդան ինչի հարմար չի, որովհետև եթե x-ը քառակուսի մատրից լինի, մենք ստեղ ոչ կարող մի քիչ շփոթություն առաջացնի, բայց լավ, եկեք մենք ընդհանուր դեպք ենք նայել։ Այսինքն սա ոչ թե x-ի սեփական արժեքներն է ցույց տալիս, x-ը ընդհանրապես ասած սեփական արժեքներ չունի, որտեղ ինքը քառակուսի մատրից չի, այլ սա եւ առանձին գրենք, ուրեմն այստեղ x-t x-ի, հա, գլխարկներով։ Սեփական արժեքներ։ Նու q-ի մեջ է բնականաբար դրա սեփական վեկտորներն են։ Այսինքն մենք x-ի փոխարեն աշխատում ենք is մատրիցի հետ։ Սրանից հետո մի հատ վերջի քայլ ամնում, որ անելուց հետո արդեն պարզ է դառնում այս ամեն ինչը ինչի է հանգում էլի։ Այս նշումն էլ, հա, ֆիքսենք, որ այդտեղ սիգմա եմ գրել, բայց ցեն երևի ավելի լավ տառը, որովհետև դեր գումարի նշանի հետ կարող է խառնվի։ Ինչ ստացանք։ Ուրեմն ստացանք մեր p-ի վարիացիան ցրվածքը հավասար է p-ն ըստ v ուղղությամբ պրոյեկտման այդ վեկտորն է։ v տրանսպոնացրած cv բաժանած v տրանսպոնացրած v, չէ՞։ Որը եթե c-ի արդեն վերլուծությունը տեղադրենք, ինչ կլինի q լամդա qt անգամ v բաժանած v տրանսպոնացրած v։ Ստեղ էլ մի քիչ փակագծերի տեղերը փոխելով, մի քիչ ձևափոխություններ անելով, այս ամբողջ արտահայտությունը կարող գրենք, լավ եկեք շատ առաջ չընկնեմ, օգտով գրենք v տրանսպոնացրած q անգամ լամդա անգամ q տրանսպոնացրած v բաժանած v տրանսպոնացրած v։ Այստեղ զուտ պետք է նկատել, որ այստեղ գրած այս վեկտորը q տրանսպոնացրած v-ն ու այստեղ գրած վեկտորը իրար տրանսպոնացված են, հա, մեկը մյուսի շրջումն է, այսինքն կարող ենք գրենք q տրանսպոնացված v-ի տրանսպոնացված լամդա q տրանսպոնացված v, այսպես։ Բաժանած v տրանսպոնացված v։ Սա մնում է զուտ այս արտահայտությունը բացել, հասկանալ, բայց մի բան էլ նշենք, ինչ արեցինք մենք։ Մենք ստանդարտ բազիսից անցանք մի հատ բազիսի, որտեղ այս q-ի սյուներն են, հա, վեկտորները։ Այսինքն մենք եկել ենք, նու sx-ից չենք եկել, այստեղ երևի սա վերջի ցույց տամ, բայց մենք գծային ձևափոխություն կոպիտ ասած նշանակում է տարածությունը շրջել, պատտել իհարկե մեծ չափի տարածությունը մի քիչ դա դժվար է ներկայացնել ու նաև ռեֆլեքսիա անել, արտացոլում անել, հա, բայց ամենահեշտ պատկերացնելու համար պատտում պատկերացրեք, եթե տարածությունը ինչ որ ուղղությամբ պատտում ենք, ինչ որ առանցքի շուրջ պատտում ենք, դա գծային ձևափոխություն է։ Այդպիսի ձևափոխությունների արդյունքում մենք մի հատ նոր բազիսի ենք գալիս, որը այդ q-ի սյուներն են, հա, q1, q2, մինչև qm։ Ու եթե այս արտահայտությունը արդեն այս կոորդինատներով փորձենք բացած գրել, մեր ժամանակը քիչ է, ես այդտեղ մի քիչ արագացնեմ։ Ինչ պետք է ստացվի։
Չէ, արագացնեն չարժի, որտեվ չեմ հիշի, ինչ կստացվի։ Համար եկեք այս արտահայտությունը փորձենք բացած գրել, հա։ Նու լամդա բազմապատկել, լամդան անկյունագծային է, այդ տողերը համապատասխան տողերը հենց լամդա թվով են բազմապատկվելու, ստեղ լինելու է լամդա J, նկատեք, որ այս լամդա J-երը դրական թվեր են բոլորը, որովհետև այս մատրիցի սեփական արժեքները բոլոր դրական են, այդ կարելի է ստուգել, փոքր հանրահաշվի խնդիր, որ ցանկացած մատրիցի համար A տրանսպոնացված A-ի եւ նաեւ A անգամ A տրանսպոնացված սեփական արժեքները ոչ բացասական, չասենք դրական, բայց ոչ բացասական թվեր են։ Լամդա J ստեղ կլինի սենց բան առնելու, էլի, եթե այս վեժին այդ նոր բազիսում կոորդինատները գրենք, այս սենց ինչ որ բան առնելու, ես էլ պետք է բաժանել վեժի քառակուսու վրա, սենց մի բան է, ստացվում ոնց որ թե J-ին մեկից մինչև M, չէ, ստեղ էլ, բայց ստեղ տաղը իհարկե պետք է ստեղ կա գրենք, կամ մեկից էլի միջև եմ, ինչ-որ ձևափոխությունների արդյունքում ստեղ իհարկե ես ստեղ էլ քառակուսի կա, չեմ խաբվում, չէ, կարող է խաբվում եմ, չէ, չեմ խաբվում, ոցոտ, այսենց մի հատ արտահայտություն է ստացվում։ Ու այստեղ կարևոր է տեսնել, որ այս մեծությունը զուտ ձևափոխություն արեցի, սա արմատի տակ տարա ու քառակուսի բացրացրեցի։ Այս մեծությունը մեկից փոքր է, չէ՞, մեկից փոքր կամ հավասար է, որովհետև վեկտորի կոորդինատը բաժանած է իր երկարության վրա։ Բնականաբար այս մեծությունը VK բաժանած գումար վեժի քառակուսին, մենք այս բազիսում ենք աշխատում, ոչ թե սկզբնական բազիսում, այլ արդեն այս բազիսում։ Այս մեծությունը մոդուլով մեկից փոքր կամ հավասար է։ Իսկ երբ է մեկի հավասար է։ Ինչպես։ Այո։ Այսինքն լինի հենց այդ բազիսային վեկտորը, չէ՞։ Այսինքն եթե այս v-ն վերցնենք, v-ն չէ, v-ն վերցնենք q1 օրինակ, այստեղ հենց ոնց որ այդ ինքը մի կոորդինատ ունի, էլի, ոչ զրոյական այդ բազիսի վրա, այս մեծությունը բան է դառնում, 1 է դառնում։ Իսկ դա նշանակում է, որ իհարկե այդքան ակնհայտ չի, բայց ամեն դեպքում այս սեփական արժեքները համարակալելուց հետո այսենց կարանք, չէ, համարակալենք մինչև լամդա m։ Լավ, քանի որ կրկնությունները կարան են, սենց գրենք։ Դասավորում ենք մեծից մինչև փոքր սեփական արժեքները։ Այս ամենամեծ արժեքը այս մեծության։ Ուրեմն, եթե սա մաքսիմիզացնում ենք, այդ մաքսիմալ արժեքը հենց լամդա 1-ն է, որը ստացվում է
երբ որ ven կվերցնենք այս Q1 վեկտորը, հա։ Մի քիչ շատ հստակ չասեցի, բայց կարելի է համոզվել, որ ճիշտ եմ ասում, մի քիչ ուղղակի հաշվարկներ պետք է անել, ինչ-որ բաներ պետք է ստուգել, բայց ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այս մաքսիմիզացիան հասանելի է, երբ որ մենք վերցնում ենք այս կովարիացիոն մատրիցը, դրա սեփական վեկտորները գտնում ենք ու վերցնում ենք այն սեփական վեկտորը, որը համապատասխանում է մոդուլով ամենամեծ, ստեղ դրական են, այսինքն ամենամեծ սեփական արժեքին, հա, կովարիացիոն մատրիցի։ Այդպես մենք մի հատ ուղղություն գտնում ենք, ու այդ ուղղության վրա եթե պրոյեկցիաները անենք, ինքը ամենալավ այս իմաստով, այս քննարկված իմաստով ամենալավ ուղղությունը կլինի։ Հետո արդեն ոնց որ վեկտորից այդ պրոյեկցիաները հանելով երկրորդ ամենալավ ուղղությունը կգտնենք ու այդպես շարունակ ալգորիթմը շարունակվում է մինչև ինչքան ուղղություն որ մեզ պետք է։ Իսկ դա ոնց է որոշվում, շատ այդտեղ կարևոր է, ուրեմն այս C-ի անկյունագծային տեսքը եթե գրենք, այս լյամդաները, սրանք իրականում անուն ունեն, այս լյամդաները կոչվում են x-ի, չէ, լյամդա m, չէ։ Լյամդա in կոչվում է x-ի սինգուլյար, երրորդ սինգուլյար արժեք, նկատեք ստեղ x-ը, հա, ու x գլխարկի։ Սա սեփական արժեք չի, սա սեփական արժեք է x տրանսֆորմացիաց x-ի համար, բայց x-ի համար սա կոչվում է սինգուլյար արժեք, թե ինչի է կոչվում այդ չքննարկենք, տեղ ահագին հանրաշիվ կա, շատ հետաքրքիր բան կա, ամեն դեպքում ասեմ, ովքեր հետաքրքրված են, հաստատ չի խանգարի կարդալ SVD-ի մասին, որը էլի մեքենական ուսուցման մեջ շատ օգտագործվող բան է, կոչվում է singular value decomposition։ Ու եթե կարճ ասեմ, ինքը ինչ որ իմաստով այս այս անկյունագծայնացման ընդհանրացումն է, այդ ինչ որ իմաստը այն է, որ երբ որ մենք կամայական համադրիչ ունենք, ոչ սիմետրիկ ընդհանրապես, ոչ քառակուսի, հա, ընդհանուր անկյունագծային մատրից։ Մենք արդեն ոչ թե մի օրթոգոնալ բազիս ունենք, անգործում է R, եթե n-ը m-ի վրա է, գործում է rm-ից rm, չէ, որպես օպերատոր։ Ոնց որ մի բազիս rm-ում ենք գտնում օրթոգոնալ, մի բազիս էլ rm-ում ենք գտնում։ Ու այդ բազիսների նկատմամբ սենց վերլուծություն է ունենում, որտեղ ուն ու վեն օրթոգոնալ մատրիցներ են, իսկ այս սիգման իրանից ներկայացնում է A տրանսֆորմացիաց A-ի սեփական արժեքների կազմված անկյունագծային մատրից, հա։ Սա մեզ թույլ է տալիս մատրիցի մասին լիքը ինֆորմացիա ստանալ, այս վերլուծությունը։ Սա շատ կարևոր բան է, ասենց կարելի է նշել, եթե հետաքրքրված եք, հաստատ չի խանգարի սրա մասին իմանալը։ Իր համար իհարկե պետք է գծային հանրաշիվ որոշակի իմացություն։ Հա, այս լյամդաները ստանալուց հետո ուրեմն հասկացանք, որ մեծ լյամդային համապատասխանում է ավելի շատ ինֆորմացիա, հա, մեր SPCA-ին։ Ու կարանք լյամդային բաժանենք այդ բոլոր սեփական արժեքների գումարի վրա 1-ից մինչև m։ Այս մեծությունը կլինի ինչ-որ 0-ից 1 թիվ, չէ, լյամդաները դրական են։ Նու 1 կարա լինի 0-ն այն դեպքում կլինի, երբ որ 0 էլ կարա լինի, ինչի՞ չէ, եթե լյամդային 0 է։ Այն առաջի սեփական արժեքները եթե վերցնենք, գումարենք, ինչ որ սահմանագիծ ընտրենք, օրինակ 0.9։ Հենց որ այս այնքան հայտանիշ կվերցնենք, որ այս սրանց գումարը այդ 0-ից մեծ կլինի, հա, այս բոլոր մեծությունների գումարը 1 է տալիս։ Որտեվ եթե այստեղ գումարի նշան դնեք, ինքը կգնա համարիչ ու հարաբերությունը 1 կդառնա։
նու բառերով եթե մի քիչ ոչ մաթեմատիկական ձևով ասեմ, մենք այն բոլոր սեփական արժեքների համապատասխանող ուղղությունները ու հայտանիշները կընտրենք, որոնք մեր ուզած չափով բացատրում են այդ ցրվածքը, հա։ Սա ասենք ցրվածքի 90% բացատրել նշանակում է այն կան այնպես վերցնել, ու կան չէ։ Այստեղ այս տաղը փոխեմ, կա ասեմ, որտեղ սկզբում ասել ենք, որ մենք RM-ից RK ենք, չէ՞ գնում։ Կան այնպես ենք ընտրում, որ այ այս սրանց գումարը մեկից մինչև K արդեն։ Այն մնացածը K-ից հետո ավելի փոքր սեփական արժեքները ուղղակի դեն ենք նետում։ Նայում ենք մենակ սրանց վրա։ Այստեղ բոլոր հայտարարում բոլոր սեփական արժեքների գումարն է։ Այս մեծությունը հենց որ մեծանում 0.9-ից մենք ընդհատում ենք մեր բանը, process-ը, այսինքն K-ից հետո բոլոր սեփական արժեքները դեն ենք նետում ու ասում ենք, որ այս մեր K հատ հայտանիշները բացատրում են ընդհանուր տվյալների այդ ցրվածքի 90%-ը։ Սա այնց ընդունված տերմին է։ Այս տոկոսը ոնց ընտրել, դա էլ իհարկե լիքը տեխնիկաներ կան ու նայած խնդրից կարա այդ ամեն ինչ փոխվի, բայց ընդհանուր առմամբ մեր բանը այդ PCA ալգորիթմը այդ այրանց ներկայացնում, եթե քանի որ արդեն ժամանակը քիչ է, կարանք զուտ ամփոփենք։ Նախ ուրեմն տվյալները կենտրոնացնում ենք 0-ի շուրջ, այսինքն այդ միջինները հանում ենք, եթե հիշում եք, x-ից մենք ստացանք x գլխարկը ու դրա հետ սկսեցինք աշխատել, հա, այսինքն ընդհանրապես երբ որ ծրագիր SPCA ծրագիրը գրում են, դա առաջի քայլն է տվյալները։ Նու նաև կարելի է այնպես անել, որ այս մատրիցի անկյունագծի վրա մեկ էլ գրած են, այսինքն ինքը կոռելացիոն մատրիցի ունի։ Մենք այդ չարեցինք, բայց նաև երբեմն այդ են անում։ Հետո այս մատրիցը հաշվել բնականաբար, հաջորդ քայլով գտնել իր սեփական արժեքները ու սեփական վեկտորները, ինչ որ մենք արեցինք, դասավորել սեփական արժեքները նվազման կարգով ու ընտրել գլխավոր բաղադրիչ ասելով, հենց մենք հասկանում ենք այս Q1, Q2, հա, այնքան ուղղություն, ինչքան որ մեզ պետք է, առաջի գլխավոր բաղադրիչը Q1-ն է, երկրորդ գլխավոր բաղադրիչը Q2-ն է ու ինչի ալգորիթմ կոչվում գլխավոր բաղադրիչների վերլուծություն, մենք այդ գլխավոր բաղադրիչներով մեր տվյալները վերլուծում ենք, հա, ավելի իմաստալից տեսքի ենք վերում։ Ու վերջում իհարկե որպեսզի այս ցածր չափողականության անցնենք, այդ գլխավոր բաղադրիչներով կազմված ենթատարածության վրա մեր տվյալները պրոյեկտում ենք ու արդեն մեր նոր տվյալները ունենում են ընդհանրապես կահատ հայտանիշ, դրանց հետ ենք աշխատում։ Ու այս մեթոդի առավելությունը այնա նաև, որ կարելի է հետ էլ գնալ միշտ, այսինքն այս գործողությունները անելուց հետո միշտ կարելի է վերադառնալ հետ սկզբնական տվյալներին, հա, ինքը հակադարձելի ալգորիթմ է, ինչ-որ իմաստով։ Հա, երևի թե այսքանը այսօրվա մասին հարցեր կան։ Քանի հատ գլխավոր արժեք ընդունենք, այդքան չափով չափողականությունը կնվազեցնենք։ Ոչ թե այդքանով կնվազեցնենք, այլ կնվազեցնենք արդեն այդքան չափողականություն, հա։ Օրինակ 100 հատ տվյալից, 100 հատ հայտանիշից մենք կարանք կամ օրինակ եթե տեսնենք, որ 10 տվյալը արդեն 90% կամ 95% բացատրում են 10 բանը, բաղադրիչ։ 10 բաղադրիչը վերցնենք, մնացածը արդեն դեն նետենք, գանք R10-ի վրա։ Կմնա 10 հատ բազիսային վեկտոր 10 չափանի տարածություն։ Մենք 100 չափանի տարածությունից գալիս ենք 10 չափանի տարածություն։ Իհարկե պետք է հասկանալ, որ այդ 10 հատը ոչ թե նախքին 100-ից էին 10 հատ ընտրվել, այլ գծային ձևափոխություն էր արվել այդ 100 հատից ինչ որ ձևով, բայց գծային ձևով 10 հատը ստացվել է։ 10 հատը վերցնում ենք, մնացածը արդեն չենք նայում։ Դա թույլ է տալիս լիքը բաներ բարձեցնել։ Օրինակ, որտեղ կարա այս կիրառության մասին երևի արժի խոսել, լիք կիրառություններ ունի, բայց մի հատ ստանդարտ կիրառություն
նկարների մշակման մեջ, օրինակ, նկարն ինչ է իրանց ներկայացնում։ Ինչ-որ պիքսելներից կազմված բան է, չէ՞։ Պարզության համար նույնիսկ կարանք ենթադրենք, որ սև սպիտակ է նկարը։ Չնայած լավ նկարն է սև սպիտակ, չէ՞, բայց ենթադրենք սև սպիտակ է նկարը։ Ինչ-որ ռեզոլյուցիա ունի, չէ՞ նկարը, այսինքն պիքսելների քանակ ունի։ Թե քանի պիքսել ունի, այդ հիմա գնալով այդ թվերը իհարկե մեծանում են, բայց այն ստանդարտ օրինակները, որ դիտարկվում են, ասենք 256-ը 256-ի վրա։ Ինչ է նշանակում սա, որ այդ նկարը որպես մատրից ու ամեն պիքսելը իր գույնն ունի, չէ՞։ Ու եթե սև սպիտակ նկարը մենք 0-ից 1-ով կարանք այդ գույնին թիվ համապատասխանացնենք։ 0 եթե սև է, 1 եթե սպիտակ է, ինչքանով որ արդեն սևին կամ սպիտակին մոտ է, 0-ից 1 ինչ որ իրական թիվ։ Այսինքն մենք այդ նկարը որ ունենք, բաժանած պիքսելների, sense ամեն պիքսելում մի հատ թիվ է դրած։ Գույնի փոխարեն թիվն ենք դնում։ Ու եթե սա մատրիցով ներկայացնենք, չէ, ինքը կլինի 256-ը ամեն նկարի քանի թիվ կհամապատասխանի։ 256 անգամ 256, չէ, որը բավականին մեծ 65536 է։ 2/16 աստիճան։ Այսինքն ամեն նկար մենք միարժեքորեն բնութագրում ենք այսքան թվով, որոնք այս թվերը հերթով ասենք ինչ-որ հերթականություն տվելով պիքսելների գույներն են։ Այսինքն ամեն նմուշ, եթե հետ գանք մեր բառերին, ամեն նմուշ ունի 65536 հայտանիշ։ Արդյոք այդ բոլոր հայտանիշները կարևոր են կամ բավարար ինֆորմացիա են տալիս։ Ընդհանուր առմամբ կարելի է այդ նկարները վերլուծելով, PCA անելով այդ նկարների տվյալների վրա, այս բաները իջեցնել, ասենք 20-30 հատ բան թողել, օրինակ, հայտանիշ թողել, այդ իհարկե կախված խնդրից, ինքն զգալի չափով չափողականությունը իջացնել։ Ու որպես էլի հավելում ասեմ, որ սա չափողականության իջեցման ամենահին ալգորիթմն է։ Ինքը առաջի անգամ 1901 թվականին Կարլ Փիրսոնն է ներմուծել, իհարկե ոչ մեքենայական ուսուցման, որտեղ այն ժամանակ մեքենայական ուսուցում չկար, 124 տարի առաջ, բայց ինքը այդ իմաստով բավական դասական ալգորիթմ է, հիմա չափողականության իջեցման ավելի կատարյալ կամ ավելի ուրիշ գաղափարներ օգտագործող ուրիշ ալգորիթմներ կան, բաց PCA-ից կա TSNE, UMAP եւ այլն, հաստատ էլի կան։ Այնպես որ գուցե հիմա PCA-ը այդքան շատ կիրառական չի, ինչքան որ կարար ուներ շատ տարիներ առաջ, բայց ամեն դեպքում այս ոլորտում, հա, տվյալների վերլուծության սա կոչվում է unsupervised learning, հա, չվերահսկվող ուսուցում, քանի որ կախյալ փոփոխական չկա։ Ռեգրեսիան օրինակ վերահսկվող ուսուցման խնդիր է, supervised learning-ի խնդիր է։ Իսկ սա չվերահսկվող ուսուցման խնդիր է, ամենադասական ալգորիթմներից մեկն է, հենց որ եթե machine learning-ի մեջ եք մտնում, սա հաստատ իմանալ արժի։ Այսօրվա համար այսքանը, մեկ էլ ասեմ, որ հաջորդ շաբաթ, քանի որ շատերը անցած շաբաթ չեք եկել, ասեմ, որ հաջորդ շաբաթներին պլանավորում ենք քննարկել մի քանի թեմաներ, մասնավորապես հաջորդ շաբաթ կքննարկենք ազդանշանների մշակումը ու դրա տակ գտնվող մաթեմատիկան, դրանից հետո կրիպտոգրաֆիայի կանցնենք, երկու սեմինար, կփորձենք հասկանալ տվյալները ոնց են գաղտնագրվում, այդտեղ ինչ մաթեմատիկա կա օգտագործվող, վերջին սեմինարն էլ նվիրելու ենք եռաչափ մոդելավորմանը, այսինքն ոնց մեր տարածությունը մաթեմատիկայի միջոցով մոդելավորել։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։